Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սա TV Travel ճամփորդական նախագիծն է, ես ճանապարհորդ բլոգեր Նորոն եմ ու այս պահին գտնվում եմ Դիլիջանում։ Մեր հաղորդաշարի ընթացքում ես կշրջեմ One Management-ի հյուրանոցներով ու ձեզ կներկայացնեմ, թե One Management-ի բաժանորդագրությունը ձեռք բերելիս որտեղ եք կանգառ ունենալու։ Այս պահին գտնվում եմ Դիլիջանի Կոն հյուրանոցում։ Ինչ է ձեզ տալիս One Management-ի բաժանորդագրությունը։ Սա հնարավորություն է, որպեսզի տարվա ընթացքում մեկ անգամ վճարեք եւ հնարավորություն ունենաք 10 օր հանգստանալու One Management-ի հյուրանոցներում Հայաստանում եւ Վրաստանում եւ առաջիկա 1 տարին ձեզ ապահովել հետաքրքիր ու տարբերվող հանգստով։ Վճարումը կարող եք իրականացնել Telcel-ի ու Idram-ի միջոցով, նաեւ Rocketline-ի միջոցով։ Rocketline-ի դեպքում վճարում իրականացնելիս առաջին 1 ամիսը անտոկոս է։ Իմիջիալոց One Management-ը ընդլայնելու է իր աշխարհագրությունը ու շուտով լինելու են հյուրանոցներ նաև Դուբայից ու եվրոպական տարբեր երկրներից։ Ահա եւ կոնից բացվող տեսարանը Չնայած հիմա արդեն խոր աշուն է ու տերևաթափ է եղել, բայց շատ երևները պահում են կանաչի երանգը։ Համոզված եմ մի քանի օրից, երբ արդեն ձյունը նստի անատարների վրա, ֆանտաստիկ տեսարան է ստեղ լինելու, էլ ավելի գեղեցիկ։ Դիլիջանի Կոն հյուրանոցը նաև ունի հատուկ առաջարկ բոլոր նրանց համար, ովքեր որ դեռ չեն կողմնորոշվել, թե որտեղ նշեն ամանորը։ Ամանորյա փաթեթ է գործում ամսի 31-ից 3-ը, որին կարող եք ծանոթանալ զանգարելով այս հեռախոսահամարին։ Լինելու է ամանորյա գալա ընթրիք, DJ, բոլոր 3 օրերին, ձմեռպապ, ձյունանուշ, խաղարկություններ, մի խոսքով ջերմ ու հավես միջավայր, պատկերացրեք ձեր ամանորը այս ֆանտաստիկ տեսարանով։ Այնպես որ ձեր ամանորյա հանգիստը ու տոնական օրը վստահեք Դիլիջանի Կոն հյուրանոցում։ Այսքան պարզ, այսքան հարմար ու այսքան ժամանակակից իմիջիալոց շուտով գործելու են նոր բաժանորդագրություններ, ավելի լայն հյուրանոցների ցանց, նվերներ ու բոնուսներ, որպեսզի բաց չթողնեք բոլոր թարմացումները, հետևեք One Management-ի կայքին ու նաև նրանց սոցիալական տարբեր հարթակներում։ One Pass-ը չի եզրափակվում միայն հյուրանոցների հանգստով, այն դարձել է իսկական աղջիկների երազանքի փաթեթ, որովհետև իր մեջ ներառում է էսթետիկ տարբեր ծառայություններ, յոգա, անտիգրաֆիտի, պիլատես, մերսման ծառայություններ։ Ժամանակն է, որպեսզի վերցնեք բջջայինը, զանգարեք ձեր սիրելիին ու ասեք, որպեսզի ձեզ նվիրի One Pass-ի փաթեթը։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ։ Ես ճանապարհորդ բլոգեր Նորոն եմ, սա TV Travel ճամփորդական նախագիծն է։ Մենք շարունակում ենք մեր ճամփորդությունը Հնդկաստանում։ Այս պահին Ռաջաստանում ենք, մասնավորապես Ամբերում։ Ու այս հրաշքը Ամբերի բերդն է։ Այսօր կբացահայտենք Ամբերը եւ իր մոտակայքում գտնվող բազմաթիվ հետաքրքիր վայրեր։ Առաջարկում եմ միասին այս եթերաժամանակում բացահայտել այս հետաքրքիր վայրը։ Գնացինք։
Ամբեր բարձրանալու տարբերակները մի քանիսն են։ Այս բերդը կարող եք բարձրանալ ջիպով, կարող եք բարձրանալ փղերով։ Ամբերը մասշտաբային կառույց է ու սենց նայում ես, զգում ես իր ողջ մասշտաբներու, հասկանում ես, թե ինչու այդպես էլ չեն կարողացել իրեն գրավել, իրեն տիրանալ ու առասարակ այս տարածքը Ամբերը, Ջայպուրը իրենք բավականին ամուր են, բացի այն որ լեռներով են պաշտպանված, այդ թվում նաև եթե ուշադիր եք եղել, լեռների վրա պարիսպներ են շատ բարձր, շատ ամուր, դրանով արդեն Ջայպուրը, Ռաջաստանի ինքը բավականին պաշտպանված է ու ինչն է հետաքրքիր, որ դրանք ուղղակի կառույցներ չեն պաշտպանական, այլ շատ լուրջ մշակութային կարելի ասել կոթողներ են, որովհետև բավականին գեղեցիկ են կառուցված, ամեն մի դետալը մտածված է, մի խոսքով, սա իրոք որ հրաշք է, ֆանտաստիկ, վերևը Ջահանգարայի բերդն է, ցավոք չկարողացանք բարձրանալ Ջահանգարայ, քանի որ ճանապարհը փակ էր, ու եթե ուշադիր եք հենց հիմա այս լեռների վրա, ջայրերի վրա անտառացած բերդեր են, իմջալից ասեմ, որ այս հատվածները ժամանակին բնակելի են եղել նաև բագրերի կողմից, Ջայպուրը նաև հարուստ է եղել կենդանական աշխարհով ու վայրի կենդանիներով, քիչ առաջ ինձ մոտ տեսակ նաև ծև կոբրային, որը այս տարածքի բնակիչներից մեկն է հանդիսանում, այնպես որ պետքա անտառներով քայլելիս լինել շատ ուշադիր։ Ամբեր բարձրանալու տարբերակներից ընտրեցի ամենաիմ սիրելին, այսինքն ոտքով բարձրանալը։ Նախ այդպես չեմ շահագործում կենդանիներին եւ հնարավորություն ունեմ մանրամասն ուսումնասիրել ամրոցը։ Ես ես վստահեցնում եմ, որ ավելի շատ փիղ չեմ տեսել, դան այն փղերի քանակը, որ այստեղ է գտնվում, իրականում մի քանի տասնյակ, եթե ոչ 100-ի հասնող փղեր են, հնդկական փղեր իրենք բավականին մեծ են, մասշտաբային են, դրա համար նաև պատերազմների ընթացքում են իրենք օգտագործվել ու նաև մարդիկ են փղերի հետ ճանապարհ անցնում, այսինքն իրենց հետ գործ են անում, այստեղ կոնկրետ տուրիզմով են զբաղվում առասարակ գյուղատնտեսության մեջ, ճանապարհները գնալուց են իրենց պետքական եղել փղերը, բայց ամեն դեպքում երբ տեսնում ես, որ այս կենդանիները, որոնք որ պետք է իրենց միջավայրում ապրեն, վայրի բնության մեջ, այսօր ծառայում են որպես տրանսպորտի միջոց բերդը բարձրանալու համար, մի փոքր ցավալի է, բայց այնուամենայնիվ զբոսաշրջիկները սիրով օգտվում են ու փղերի միջոցով ներքևից վեր են բարձրանում։ Գնանք շարունակենք եւ տեսնենք այս գեղեցիկ բերդը։ Ամբեր ամրոցը կամ Ամերիի ամրոցը 16-րդ դարի հոյակերտ ամրոց է Հնդկաստանում։ Այն տեղակայված է Ռաջաստան նահանգի վարչական կենտրոն Ջայպուր քաղաքից 11 կիլոմետր հեռավորության վրա։ 1592 թվականին Ամբերիի մահարաջա Ման Սինգ առաջինի հրամանով սկսած շինարարությունը ավարտվել է միայն Ջայ Սինգ II-ի օրոք, ով Ամբերի կառավարիչ դարձավ 11 տարեկան հասակում 1699 թվականին։ Ձեզ եմ ներկայացնում աշխարհում ամենամեծ փղերի պարկինգը։ Խնդրեմ, ուրեմն տեսեք, ինչքան շատ փիղ կա։ Մենակ այս փղերին տեսնելու համար արժի ստեղ գալ, լուրջ եմ ասում, գնում ենք ինչ-որ գազանանոց մի հատ փիղ տեսնելու, ստեղ մի հատ տեսեք ինչ մասշտաբային է։ Մի խոսքով, ոնց որ ֆիլմից կադրեր լինի, անկեղծ եմ ասում ձեզ։ Շատ մասշտաբային ու սիրուն է։
Ամբերը բավականին մասշտաբային մեծ կառույց է։ Դրա հետ մեկտեղ նաև հարուստ է գեղեցիկ քանդակներով, դետալներով ու գույներով, որմնանկարներով։ Առասարակ հիմնականում ինքը դեղին գույն ունի ու գերակշռում են դեղինն ու կարմիրը։ Հիմա բարձրանանք այս հատվածը ու ցույց տամ թե ինչ է կատարում առասարակներ։ Հակառակ անվանմանը եւ արտաքինից ամուր ռազմական բազայի ամբեր ամրոցը իրականում գեղեցիկ շքագավիթներով, դեկորատիվ պարտեզներով եւ հոյակապ տաղավարներով տաճարային եւ պալատային համալիր է։ Գտնվում է բլրի վրա, դա Ջայպուրի տարածքում հիմնական զբոսաշրջային գրավչություններից է։ Ստեղ զարգացած է ներքին զբոսաշրջությունը, մի վայրից մյուսը հնդիկները ճամփորդում են։ Իհարկե ճանապարհորդների հիմնական 70-80%-ը հենց իրենք են ճանապարհորդների, բայց նաև կան աշխարհի տարբեր անկյուններից այստեղ ճանապարհորդներ, քանի որ Հնդկաստանը շատ դեպքերում իհարկե տարբեր տեսանյութերի միջոցով գուցե թվա թե ոչ կոմֆորտ է ճանապարհորդների համար, այնուամենայնիվ նաև ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի մարդիկ կարողանան շատ կոմֆորտ ճամփորդել, գիշերակաց իրականացնել լավ հյուրանոցներում ու իհարկե ինչն է առանձնահատուկ, որ ցանկանում եմ նշել, բոլոր են բերդերը հատուկ կառույցները, որոնք որ զբոսաշրջային կոնկրետ հոսք են ապահովում, նրանք մաքուր են, խնամված են, համեմատաբար ավելի մաքուր են եւ խնամված են, այսպես կարելի ասել, ու ստեղ գալով կարող եք ստանալ մեծ բավականություն, քանի որ հնդկական մշակույթը ինքը ֆանտաստիկ է ու տարբերվող, հենց միայն այս ամբողջը տեսնելու համար պարտադիր պետք է գալ։ Մահարաջայի բնակելի հարկաբաժիններում է գտնվում Սիիշ Մահալը, հայլիների դահլիճը, որտեղ հազարավոր փոքրիկ հայլիներ զարդարում են առաստաղը եւ պատերը, այնպես, որ նույնիսկ փոքրիկ մոմի լույսը արտացոլվում է ամբողջ սենյակով եւ լուսավորում է այն։ Բարդ փորագրությունները, գեղեցիկ խճանկարները եւ նրբորեն պատրաստված հայլիները համակցված են կարմիր քարի եւ սպիտակ մարմարի հետ, ստեղծում են հինդու եւ մողալ ճարտարապետության այս գլուխգործոցը։ Ուրեմն ստեղ քանդակների մի մասը ապակուցա, չեմ նկատեք, ու բավականին յուրահատուկ տեսքա փայլ է տալիս առասարակ այս պալատին։ Նմանատիպ կառույցներ հաստատ շատ քիչ կհանդիպեք, ու սա այն կարևոր պայմաններից մեկն է, որի համար պետք է անպայման գալ Ռաջասթան։ Նստավայրի այս տեսարժան կառույցներից են Դիվան Այ Ամը, հանրային լսարանը, որտեղ Մահարաջան լսում էր մարդկանց խնդրանքները, Սուկ Նիվասը, հաճույքների դահլիճը իր զարգացած օդահովացուցիչ համակարգով եւ շքեղ զարդարանքներով, եւ Զենան, կանանց հարկաբաժինը, իր հոյակապ որմնանկարներով, որոնք պատկերում են Կրիշնա Աստծուն դեկորատիվ բակերում շրջելիս։
Ֆանտաստիկ տեսարան է ստեղից բացվում։ Ուրեմն սա պատուհաններն են, բալկոնները, այսպես կարելի է ասել երևի, անմիջապես լիճն է բացվում, ու կարծեմ մայրամուտին ստեղից տեսարանը էլ ավելի ճկնաղ կլինի, անտառածածկ բավականին, ու ցես ասեմ, որ ներսում բավականին հովային, ստում է այս սենյակների շատ լինելը, նեղ միջանցքները հենց այն նպատակով են եղել, որ ներսում օդափոխությունը ճիշտ կատարվի ու նաև հովացման համակարգը աշխատի, այնպես որ սա եւս կարելի է համարել կամիների պալատ։ Ավելի հովական իրական կամիների պալատը։ Ստեղից բացվում է տեսարան դեպի Ջահանգարայի բերդը, որը եւս ճկնաղ է, ցավոք չկարողացան գնալ այնտեղ ճանապարհի փակ լինելու պատճառով։ Եթե կլինեք այստեղ անպայման բարձրացեք Ջահանգարայի պալատը ու ունդերից տեսեք այս հրաշքը, որտեղ ֆանտաստիկ տեսարան է բացվում ունդերից։ Այսօր Ամբեր ամրոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է եւ հանդիսանում է Հնդկաստանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ես ճանապարհորդ բլոգեր Նորն եմ, սա TV Travel ճամփորդական նախագիծն է եւ մենք արևոտ Մոնտենեգրոյում ենք։ Մեր ճամփորդական աշխարհագրությունը ընդլայնելով Ասիայից ուղևորվում ենք Եվրոպա, մասնավորապես Բալկանյան թերակղզի։ Մոնտենեգրոն փոքր, բայց հարուստ մշակույթով եւ գեղեցիկ բնությամբ երկիր է, տեղակայված Բալկանյան թերակղզում, Ադրիատիկ ծովի ափին։ Այն հայտնի է իր լեռնային տեսարաններով, պատմական քաղաքներով ու մաքուր լողափերով։ Հին Բուդվան առանձնանում է իր նեղ փողոցներով, քարե տներով, միջնադարյան ամրոցային պատերով։ Պոդգորիցայից գալիս դեպի Բուդվա անցնում եք ոլորաններով։ Այդ ոլորաններից բացվում է ֆանտաստիկ տեսարան։ Այստեղից կարող եք տեսնել հին Բուդվան, Բեչիչի ափերը, մյուս յուրահատուկ ափերը, անտառածածկ լեռները ու բնականաբար ֆանտաստիկ Ադրիատիկը իր գեղեցիկ կապույտ լազուրե գույնով։ Այստեղից կարող եք նաև թռչել պարապլանով, որը մենք դեռ կիրականացնենք միասին։ Հին Բուդվան Մոնտենեգրոյի ամենահին եւ պատմական վայրերից է, որը տեղակայված է Ադրիատիկ ծովի ափին, Բուդվա քաղաքի կենտրոնական հատվածում։ Քաղաքի միջնադարյան ճարտարապետությունը, նրբագեղ եկեղեցիները, ինչպես նաեւ փոքրիկ հրապարակներն ու փողոցները հմայք են հաղորդում այս վայրին։ Հին Բուդվան հայտնի է նաեւ իր ամրոցով, որը կառուցվել է վենետիկյան ժամանակաշրջանում եւ բացում է հրաշալի տեսարան դեպի ծովը։ Այս վայրն առանձնահատուկ նշանակություն ունի Մոնտենեգրոյի համար, քանի որ համարվում է մշակութային կենտրոն եւ ունի զբոսաշրջային մեծ գրավչություն։ Տեղացիներն ասում են, որ վերջին 20 տարիների ընթացքում Բուդվան այնքան է զարգացել, մոտ 20 անգամ մեծացել է, որ իրենք անգամ չեն ճանաչում, այսպեսի մեծ զարգացում է ապրել այս քաղաքը։ Իսկ հիմա գնամ հին քաղաք, հին Բուդվա, որը որ բավականին գրավիչ է։ Պարիսպի ներսում է գտնվում քաղաքը, իտալական շնչով, Ադրիատիկի ափերում այսպիսի փոքրիկ քաղաքներ, ծովափնյա քաղաքներ հաճախ կհանդիպեք, սա վստահեցնում եմ, որ առանձնանում է ու ես որքան որ եղել եմ այստեղ, սա իմ երրորդ այցն է, մեծ սիրով մի քանի անգամ ամեն այցից այցելում եմ, նստում եմ, վայելում եմ այստեղի միջավայրը։ Գնանք ձեզ եւս ծանոթացնեմ։
Հին Բուդվան ունի հարուստ բազմադարյան պատմություն, որը սկսում է ավելի քան 2500 տարի առաջ։ Համարվում է, որ այն հիմնադրվել է իլիրիացիների կողմից, այնուհետև զարգացել է հույների ու հռոմեացիների ազդեցության ներքո։ Մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում Բուդվան արդեն գոյություն ուներ որպես հույն քաղաք-պետություն։ Հռոմեական կայսրության ժամանակ այն կարևոր նշանակություն ուներ, լինելով առևտրային եւ մշակութային կենտրոն։ Այս նեղ փողոցները, շենքերը, տները, որոնք որ 2-3 հարկանի են կարմիր կղմինդրով ու նաև սրճարանները, որոնք որ չնայած որ փողոցները շատ նեղ են, բայց ամեն անկյունի վրա մի քանի աթոռ ու սեղան է դրված։ Մասնավորապես երեկոյան եմ շատ սիրում այս փողոցները, քանի որ բնականաբար կյանքը այստեղ մի քանի անգամ էլ ավելի է ծաղկում, զարգանում, մարդիկ շատանում են, բոլոր փակ դռները բացվում են, այնպես որ եթե կլինեք այս հատվածում պարտադիր ձեր երեկոներից մեկը անցկացրեք, գոնե երեկոներից մեկը անցկացրեք Հին Բուդվայի ներսում։ Հին քաղաքի ամենայուրահատուկ կառույցներից մեկը համարվում է 7-ից 12-րդ դարի այս եկեղեցին։ Լեռներից, քաղաքի տարբեր ծայրերից երբ դիտում ես այս ուղղությամբ, միանգամից աչք է շոյում նրա զանգակատունը, որը որ ժամանակ առ ժամանակ օրվա ընթացքում հողանջում է ու տարածքը լցնում է հեքիաթային միջավայրով։ Միջնադարում Բուդվան անցավ բյուզանդացիների, ապա սերբերի վերահսկողության տակ։ 15-րդ դարում քաղաքը նվաճեցին վենետիկցիները եւ սկսվեց վենետիկյան իշխանության շուրջ 4 դարյա ժամանակաշրջանը, որի ընթացքում Բուդվան ձեռք բերեց իր ներկայիս միջնադարյան կերպարանքը։ I'm not Mexican. 1797 թվականին Նապոլեոնի պատերազմի ժամանակ Բուդվան անցավ ավստրիական կայսրության վերահսկողության տակ։ Իսկ 20-րդ դարի սկզբին դարձավ Հարավսլավիայի մաս։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն ներառվեց նորաստեղծ սոցիալիստական ֆեդերատիվ Յուգոսլավիայի կազմում։ Այսօր այն կարևոր զբոսաշրջային ուղղություն է, որտեղ պատմության շունչը միահյուսված է ժամանակակից մշակույթի հետ։ Բուդվայի ամենահայտնի վայրից մեկը համարվում է բալերին աղջկա արձանը։ Շատերը գալիս են այստեղ նկարվելու եւ իրականացնելու իրենց երազանքները։ Մի հետաքրքիր լեգենդ կա կապված այս արձանի հետ։ Ասում են այստեղ բնակվում էր մի աղջիկ, ով սիրահարվում է մի ծովագնացի։ Տղան դուրս է գալիս բաց ծով ու չի վերադառնում։ Այնուամենայնիվ աղջկա հարազատները, բարեկամները, ընտանիքները դեմ էին, որպեսզի նա ամուսնանա այդ տղայի հետ։ Դրա համար նա որոշում է, որ պետք է դուրս գա բաց ծով, կանգնի մի ժայռի վրա եւ իրեն նետի ծովը, այդպիսով դեմ դուրս գալով բոլոր նրանց, ովքեր որ իր կամքին դեմ էին, այսպիսի գեղեցիկ հանդակ էլ վերջում վեր է խոյանում այս ժայռի վրա։ Անցորդները մի հետաքրքիր սովորություն ունեն, որին ցանկանում եմ անդրադառնալ պարտադիր։ Եթե նկատում եք այս աղջկա բարեմաստությունները փայլում են համեմատած մյուս հատվածների հետ, մոտենում են եւ դիպչում են աղջկա բարեմաստություններին, մտածելով, որ դա իրենց հաջողություն է բերում, իրականանում են իրենց երազանքները։ Այսպիսի հետաքրքիր սովորություն ունեն զբոսաշրջիկները։ Երեխաներին հեռացրեք էկրանից, ես եւս ցանկանում եմ պահել իմ երազանքը։ Հաջողությունն ինձ հետ։ Գնում եմ իրականացնելու իմ հերթական նպատակներից մեկը վաղուց էի ցանկանում ու չէի թռել պարապլանով։ Հիմա ինստրուկտորները պատրաստվում են ու այստեղից թռիչք ենք ունենալու։ Այդ obzor-ը նայեք, լավն է։ Տեսարանը ֆանտաստիկ հավես թռիչք ենք ունենալու, որտեղ տեսարանը է, եղանակը հոյակա։ Հիմա սպասում ենք որ քամի հայտնվի ու ֆարոյի հետ թռնենք։ Այս թռիչքը իրոք որ ֆանտաստիկ էր։ Թռիչքի ընթացքում ես կարողացա վայելել Ադրիատիկ ծով իր ողջ հմայքով եւ առափնյա հատվածները։ Մասնավորապես Բուդվան իր հին կենտրոնով։